Հայաստանի ու Միացյալ Նահանգների նորագույն դիվանագիտական հարաբերությունները քառորդ դարի պատմություն ունեն, մինչդեռ հայերի եւ ամերիկացիների բարեկամությունը ձգվում է դարերի միջով։ Դեռևս 1653 թվականին Վիրջինիայի գաղութի հրավերով այնտեղ են ժամանում երկու հայ, որոնք եւ օգնում են մետաքս արտադրել։ Հայերն այնքան մեծ հաջողություններ էին արձանագրել, որ մեկ տարի անց 1654-ին նրանց մասին հիշատակում ենք գտնում Ջոն Ֆերրերի բանաստեղծության մեջ։ Ավելի ուշ նախորդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաու կրտսերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ դարձավ առաջին ամերիկացին, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործության մասին։ 1919 թվականին ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Ուիլսոնը սեփական ձեռքով գծագրել եւ ստորագրել էր հայ-թուրքական սահմանը։ Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգներն առաջին պետություններից էր, որը ճանաչեց եւ օգնության ձեռք մեկնեց նորանկախ Հայաստանին։ Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակում են ամրապնդվել եւ զարգանալ։ Հայաստանի արտգործնախարարության համաձայն Միացյալ Նահանգները հանդիսանում է Հայաստանին տեխնիկական եւ մարդասիրական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորը։ Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը ծառայում է զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը, կրթության, բժշկության, հումանիտար, ինչպես նաև մարդկանց իրավունքների իրազեկման ոլորտներում։ Ամերիկյան օգնությունը նկատում եւ գնահատում է նաև Հայաստանի ղեկավարությունը։ Շնորհակալական խոսք եմ ուղղում ամերիկյան ժողովրդին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսին այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար։ Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար հավատացած եղեք ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի։ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ, աջակցելով երկու երկրների բարգավաճմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, օրենքի գերիշխանությանն ու տարածաշրջանային խաղաղությանը, նշել էր Ջոն Քերին։ Միացյալ Նահանգների իշխանություններն ու ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում են աջակցել ոչ միայն Հայաստանի հասարակական եւ քաղաքական, այլև տնտեսական զարգացմանը։ Հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում անցնելու է Հայաստանին նվիրված տնտեսական համաժողով, որի ընթացքում Հայաստանի նախագահի եւ աշխարհի խոշորագույն ընկերությունների եւ ֆինանսական կառույցների մասնակցությամբ քննարկվելու են հայկական տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հեռանկարները։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։